Փարվանա հերոստատեսության եթերում կրկին փայլող աստղեր հերոստանախագիծն է։ Այսօրվա մեր հյուրը գրողներ Գուրի Եթեր Ավետիսյանի եւ Սիլվասի Փանուհու կրտսեր որդին Օզիոս Ավետիսյանն է, ով ինքնուս երգիչ է։ Օզիոս Ավետիսյան ծնվել է Ախալքալակի շրջանի Տուրցխ գյուղում։ Գրողներ Գուրի Եթեր Ավետիսյանի եւ Սիլվասի Փանուհու ընտանիքում։ Դաստիարակվելով մտավորականների ոգով երիտասարդ Օզիոսի մեջ ձևավորվել է սեր դեպի գիրը, գրականությունը, իր ժողովրդի պատմությունը, կրոնը, այս ամենի ֆոնին նաև երաժշտությունը։ Նշենք, որ Օզիոս Ավետիսյանն ինքնուս երգիչ երգահան է, բազում երգերի հեղինակ։ Իմ ջավախքի սիրուն աղջիկ ես բարի երկար մազերով, քո նմանը աշխարհ չունի, ախ ինչքան եմ ես քեզ սիրում ջավախցի, ջավախցի, մենք իրար համար ենք ծնված, սիրում եմ քեզ հասկացի, իմ ջավախքի սիրուն աղջիկ ես բարի երկար մազերով, քո նմանը աշխարհ չունի, ախ ինչքան եմ ես քեզ սիրում ջավախցի, ջավախցի, մենք իրար համար ենք ծնված, սիրում եմ քեզ հասկացի։ Բարև ձեզ, ես ինչպես ներկայացրեցիք բանաստեղծներ Գուրի Եթեր եւ Սիլվասի Փանուհի որդին եմ։ Փոքրուց ես էլ եմ պատրաստել շատ երգեր ունեմ գրած։ Իմ առաջին ստեղծագործությունը եղել է դեռ 8 տարեկանում մայրիկիս նվեր երգ ունեի գրած։ Իր ծննդյան նվեր ու այդ երգը անցան տարիներ, հետո ձայնագրեցի 2 տարի առաջ։ Քեզ շատ եմ սիրում իմ անգին մայրիկ։ Այսօր ծնունդն է հանգին մայրիկիս, սերտանց նվիրում եմ տողերը երեքիս, քանզի դու ինձ հետ ես իմ անգին մայրիկ, կապրեմ իմ կյանքս ուրախ երջանիկ, ապրես 1000 տարի իմ անգին մայրիկ, որ ես լինեմ միշտ ուրախ երջանիկ։ Գրողների ընտանիք, այդ ընտանիքում ծնվել մեծանալը դա մեծ հպարտություն է ու լինել 8 երեխաներից ամենափոքրը, ինչ կպատնեք ձեր ընտանիքի մասին, ձեր քույր եղբայրների մասին, ձեր ծնողների մասին։ Շատ շնորհակալություն։ Ես դեռ փոքրուց մեր տունը ամբողջ ովին տեսել եմ միշտ գիրք ու մեր տունը շատ հազարավոր գրքեր կան։ Ես ավելի շատ տունն էի կարդում, տուններ ինձ հայրիկը սովորացնում, քան թե դպրոցում միշտ պատմում եմ մեր Հայաստանի մասին, արևմտյան Հայաստանի մասին, թե մենք որտեղից ենք եկել, Արդահանի շրջանի Վելգյուղից են գաղթել մեր գաղթիները։ Հայրենասիրություն էր միշտ բացատրում հայրիկս, որ ամենակարևորն է առաջ հայրենիքը, հետո ընտանիքը։ Ու այդ ձևի մի հատ կուզեմ բաբայիս բանաստեղծություններից մի փոքր ասեմ հայրենիքի մասին։ Չարն ինչ գույն էլ հագնի, հայնելի հայ կմնա, բարության ուժն է հզոր, հայնելի հայ կմնա, փոթորկվեն ծովերը թող, երկինքը կայծակ տեղա, Մասիսը հայկան հոգով, անխորտակ բերդ կմնա, կգնա չարն իր ճամփով, կայծակ է խփեջ չկա, Մասիսը հայկան ոգով, միշտ նոյան նավ կմնա։ Ու փոքրուց ես միշտ մեր տանը կարդում էի գրքեր, մեր հայ մշակույթը, մեր հայոց պատմությունը ու հիմիկվա շատ ծերունդ պետք է պարտավոր է իմանալու իր նախնիներին, մեր հայ կրոնը, քրիստոնեությունը ոնց է եղել, ոնց է ձևակերպվել ու այդ ամեն ինչը ինձ փոքրուց սովորացրել են տունը ու ես դրա համար շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ ունեմ հայրենասեր ծնողներ, ազգին նվիրված ու ես էլ փորձում եմ շարունակեմ իրանց կիսաթողած գործը։ Մեր գյուղը կաթոլիկական գյուղ է, դեռ այստեղից մի մոտավոր 800 տարի առաջ գաղթել են մեր գյուղացիք ու մեր գյուղի բլուրի հետևում սարքել մի փոքր գյուղ ու այդտեղ եղել է մեր գյուղի անունը Երավանք։ Հիմիկվա մեր գյուղի տարածքում էլ ապրել են հույները, գրեկները։ Երբ որ մեր գյուղացիք գնացել են իրանց հետ միանալու, մի տեղ ապրելու համար, հույները ասել են, որ իրանք ռուսերեն տրի ցերկևից են եկել, տրի ցերկևից ու մեր գյուղի անունը դրա հիման վրա մնացել է կարճ Տուրցխ։ Ու մեր գյուղի անունը Տուրցխ, այսինքն նշանակում է տրի ցերկև Երավանք։ Մինչև հիմա գրեկների գերեզմաններն է կա մեր գերեզմանատանը ու այդ անունը ծագել է մեր Տուրցխ գյուղում։ Իսկ գյուղի մասին ինչ որ երգեր ունեք գրված։ Հա։
Մեր գյուղի մասին 2020 թվին ձայնագրեցի մի երգ, երբ ես Ռուսաստանում էի, շատ էի կարոտեի իմ գյուղին հայրենի տուն ու սկսեցի մի լավ երգ գրել, Կրասնոդարում ձայնագրեցի երգը։ Գյուղերի միջև փայլող ադաման, իմ հայրենի դուրս յուղ չկա քեզ նման, բարգավաճում ես դու ծնունդ կնունքով, ծնում ծաղկում ես իմ գյուղ արդար գրդինքով, օդը մաքուր ջուրդ քաղցր իմ հայրենի իմ դուրս յուղ, անալ աշխարհման եմ եկել չկար քեզ նման իմ գյուղ, քեփանով աշխատասեր այս հողում եք մեծացել, դրախտային մի աշխարհ ես իմ հայրենի իմ դուրս յուղ։ Երգը իմ ժառանգական է երևի իմ մայրիկիս կողմից, քանի որ իմ պապն է եղել է երգիչ, այն ժամանակներում հարսանիքներ էին երգել։ Ունեմ 22 երգ YouTube-ում, մի քանի հատը կա որ հեղինակային չի, իսկ մնացած 15 հատ երգը իմ հեղինակային երգերն է, թե երաժշտությունը, թե երգը ես եմ գրել ու ձայնագրել ենք Գյումրիում Ավետ Գալստյանի ստուդիայում։ Անցած տարի էլ մի երգ թողարկեցի իմ Ջավախքի սիրուն աղջիկ։ Ծրագրեր ունեմ դեր մի քանի երգ կա գրված հեղինակային երգեր, չեմ ձայնագրել, քանի որ ուզում եմ ամռանը գեղեցիկ մեր Ջավախքում Ջավախքի մասին նվեր երգ ունեմ նվիրելու։ Սպասում եմ ամառը գա, որ անպայման այդ երգն թողարկեմ։ Հեչում է քամին, դով գիշերային, գնում եմ բացեմ, սիրտս իմ յարի, եկել է մեր սիրո ժամը, հանդիպան, ժաման դրումը, սիրելիս, ոտակներ երդումը։ Հարվանայի ալիքները ձգվում են տարբեր հորիզոններ, ձգվում են բացահայտելու մեր նորանոր տաղաններին։ Նրանք մեր կողքին են, մեր շարքերում։ Այսօրվա մեր հյուրը ինքնուս երգիչ երգահան Ախալքալակի Տուրս գյուղի ծնունդով Օզիոս Ավետիսյանն էր։ Ցտեսություն։